Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 27։ Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան։ Մատթեոս ավետարան 26:56։ Ինքը երբեք նրան չէր լքել, սակայն նրանք իրենց կյանքի համար կենդանական վախից դրդված փախան ուսուցչի կողքից, նրա տառապանքների հենց ամենասկզբում։ Սա հավատացյալների թուլակամության ընդամենը մեկ ակնառու օրինակ է, երբ նրանք լքված են։ Լավագույն դեպքում մենք ոչխարներ ենք, բայց բավական է հայտնվի գայլը, և մենք անմիջապես փախչում ենք։ Առաքյալներն իմանալով վտանգի մասին խոստացել էին մահանալ, բայց չլքել Տիրոջը։ Այնուամենայնիվ, նրանց հանկարծակի տիրեց խուճապը, և նրանք առանց հապաղելու դիմեցին փախուստի։ Ենթադրենք, որ այսօրվա սկզբում ես որոշում եմ կայացրել կյանքս նվիրել Տիրոջը։ Եթե ես ուզում եմ անսահման հավատարմություն ցուցաբերել նրա հանդեպ, ապա ես պարտավոր եմ հետևել իմ ամեն քայլին, որի մեջ անհավատություն, չար սիրտ չլինի, բոլոր առաքյալների նման, կենդանու Աստծուց չհեռանամ։ Սակայն մի բան է խոստանալը, բայց այլ բան է կատարելը։ Եթե առաքյալները մնային Հիսուսի հետ, նրանց հավիտենական փառք կտրվեր, բայց նրանք փախան այդ փառքից։ Թող ինձ հետ նման բան չպատահի։ Որտեղ ավելի լավ ապահովություն կա, եթե ոչ Հիսուսի կողքին, որը կարող է օգնության կանչել 12 լեգիոն հրեշտակների։ Բայց այդ կատարյալ ապահովությունից նույնպես նրանք փախան։ Տեր, օգնիր, որ ես այդ ժամանակ անմիջ չվարվեմ։ Աստծո շնորհը ստանալով համարձակ կարող է դառնալ նույնիսկ փոքր հոգին։ Ծխացող փուշը կբոցավառվի զոհասեղանի վրա, եթե դրա վրա Տիրոջ կամքը լինի։ Այն նույն առաքյալները, որ նապաստակի նման վախկոտ էին, առյուծի նման համարձակ դարձան իրենց վրա Սուրբ Հոգու իջնելուց հետո։ Սուրբ Հոգին կարող է համարձակ դարձնել նաև իմ երկչոտ հոգին, որ ես Տիրոջը դավանեմ և վկայեմ նրա ճշմարտության մասին։ Ինչպիսի ցավ է երևի զգացել Փրկիչը տեսնելով իր ընկերների անհավատարմությունը։ Դա տառապանքների բաժակին խառնած դառնություն էր։ Այժմ այդ բաժակը դատարկ է, և ես չնչին ցանկություն անգամ չունեմ դրա մեջ նույնիսկ մեկ կաթիլ լցնելու։ Եթե ես հեռանամ Տիրոջից, ես կրկին կխաչեմ նրան և հրապարակավ կանարգեմ։ Օրհնյալ Հոգի, ազատիր ինձ այդքան անփառունակ վախճանից։